Երեխեք ջան, ողջույն, հուսով եմ լավ եք բոլորդ։ Հիմա ես գնում եմ կինեի, որից հետո գնում եմ տուն ու իրար հետ մի հատ համով խաշլամա ենք սարքում։ Այդտենց խաշլամա դուք չեք սարքել, վստահ եմ, համոզված եմ, որովհետև խաշլաման վրացական է, բացառությամբ վրացահայերը ու վրացիները։ Ես շատ վաղուց եմ կերել, մի քանի տարի առաջ սենց համը բերանս է մնացել, հիշել եմ այն օրը, ուզում եմ սարքեմ, բայց իրար հետ սարքենք։ Թխեմալի ա պետք, երկար ժամանակ չէի գտնում, մի կերպ գտել եմ, հայկական խանութից գտել եմ թխեմալի։ Հիմա գնում ենք, առատ կանաչեղեն ա պետք, համեմ ու պետրուշկա, կանաչ սոխ արդեն գնել եմ, համեմ պետրուշկա մոռացել եմ գնել։ Հիմա գնում ենք իրար հետ, սարքենք, համով ուտենք։ Ընտիր կանաչեղեն եմ առել։ Հա, մոռաց ասեմ, որ թարխուն էլ ա գնում, բայց թարխուն արդեն վաղուց առել եմ սոխի հետ միասին, այնպես որ գնում ենք տուն ու պատրաստում ենք աշխարհի ամենահամեղ խաշլաման։ Ժողովուրդ ջան, կամերան դրել եմ, բայց միջև այդ գնամ մի հատ փոխեմ վերևս, որտեղ տանը շոք է, դրսում այդքան էլ չեմ, բայց տանը շոք է։ Առավոտյան երեկոյան կողմ սենց սառնոտ է, ցերեկը ոչինչ, մի քիչ տաքություն կա։ Խանակները սենց լրիվ փոխվել են, երևի ամեն տեղ է հիմա տենց, բնությունն էլ չգիտի ինչ ազում, մենք էլ չգիտենք ինչ ենք ուզում։ Լավ, այդ սա խեչ, մինչև ես գնում եմ փոխվեմ գա, դու նայում ես, տեսնում ես ին ալիքին, գրանցված ես թե չէ, որ իմանամ գրանցված չես, մամայի արև անենց կնեղանամ, չես պատկերացնում։ Մինչև ես գնամ փոխվեմ կամ տենամ գրանցվել ես, խոսք ես տալիս, լավ գնացի, արագ փոխվում եմ ու միսը դնեմ մի քիչ ջրի մեջ մնա, մի քիչ արունը դուրս տա, կտրտում ենք, միանգամից ծարկում ենք։ Ես արդեն փոխվեցի ու եկա, մազերս հավաքեմ, որ արդեն հանգիստ անցնենք վերջապես այդ համեղ գործին։ Պետք է բացեի, սենց գցեի ջրի մեջ, որ արնաքամ լինել, հիմա փոշմանեցի, կտրտեմ ավելի շատ իրա մեջի արունը դուրս կգա, տեսնեմ ոնց որ հա ոսկորեր կա մեջը, ես գիտեի միայն փափուկ միսն է։ Սենց մանրով կտորներ ենք անում։ Ոսկորոտ միսը իմ համար ավելի համեղ է, քան փափուկը, բայց դե էս էր հանդիպել, էս էր բերել, սա գառան միս է։ Այս խաշլաման գառան մսով են պատրաստում անպայման։ Ոնց եմ սիրում, հաճելի է մսի հետ աշխատելը։ Այդքան ուտել չեմ սիրում, ինչքան մսի հետ գործ անել եմ սիրում, իսկական իմ համար միևնույն է, կարամ տարիներով միս չուտեմ էլ, ուտելուց հավեսով ուտում եմ, բայց նենց չի որ առանց մսի չեմ կարա էլի, հանգիստ կարամ առանց մսի ապրել, մի քիչ էլ կհանեմ սրա վրայից, մնացածը կթողնեմ հենց այդպես ոսկորով, հենց սենց էլ կթողեմ, ամուսնյակս սենց կուտի, հալեցնում եմ ես, ու տանեմ մի հատ սառը ջուր վրեն, մի քիչ մնա, մինչև ես կանաչեղենը կպատրաստեմ։ Սեղանին եմ մոտենում, կանաչեղենը, ժող ջան, այ այսքան կանաչեղեն գնալու է այդ խաշլամայի մեջ։ Պատկերացնում եք ինչ համով է ալնելու։ Այդ խաշլամայի համու հոտը այ այս կանաչեղենն ալնելու։ Մի հատ լավ փունջ ծոխ եք վերցնում։ Կտրատում եք։ Ոչ շատ խոշոր, ոչ էլ շատ մանր։ Պատկերացնում եք, չէ, արդեն ինչ լավ համատալու այս սոխը մեր խաշլամային։ Ոգևորված չկտրտեմ մատս էլ հետը տանեմ, մեզ դեռ շատ է պետք գալու այդ մատները։ Իրար հետ այնքան համով բաներ ենք պատրաստելու։ Սա գնաց այստեղ։ Մի լավ փունջ մաղադալով։ Էլ գնաց էլի նույն տեղը։ Մի հատ լավ փունջ համեմ։ Մսի չափի համար երևի էս մի քիչ շատ եղա, բայց ինչքան շատ կանաչեղեն, ինչքան համով։ Մի հատ լավ կապ թարխունես ամեն ինչի մեջ, ամենաանհաջողը թարխունս էր, որ ճիշտն ասեմ ընկերներ ջան, ընդհանրապես շատ քիչ խանութներում կար, կվերցնենք մենակ փափուկ մասերը,
Կարանք սենց էլ լցնենք, բայց կարանք մի հատ այսպես վրայով անցնենք։ Մի քանի բջիջ սխտող սիրելիներս, կամաց հիշում եմ ինչեր են մեզ պետք։ Հիմա այստեղ լցնում ենք մի հատ էլ աղ, սենց լավ խառնում ենք ու թողնում ենք կողք, առայժմ սա մեզ պետք չի։ Ասում են իսկական խաշլաման աղը հենց սկզբից չեն անում, վերջում են անում, բայց ես համաձայն չեմ, միսը հենց աղի մեջ պետք է այփվի, որ համեղ լինի, ով է համաձայն իմ հետ Ժողովյան։ Երևի տեղս քչություն է անում, կարող է չկարողանամ այստեղ լավ խառնել։ Մեկ էլ էսա գնում մեջ է, սպիտակ գինի, չգիտեմ ես ինչ գինի է, տնից էս գտա, Լորիսը կիմանա, շեֆը ինքնախմիչքների։ Կանաչին տեղափոխեցի այստեղ, որ մի հատ լավ կարողանամ խառնել, համ սխտորը սենց լավ կխառնվի, համ էլ աղը։ Ինչի եմ խառնում, որովհետև սենց շերտ պետք է անենք մսի հետ, աղն ու սխտորը համաչափ Օնուշ հոտովա բուրում չեք պատկերացնի, չամնում սենց դնեմ սենց հացի մեջ պանիրով բանով ուտեմ։ Տեսեք, եթե ձեր գարան միսը յուղոտ է, քիչ կարող եք դնել, բայց իմ գարան միսը տենց յուղոտ չի, ես մի քիչ տենց շատ կդնեմ, այսպես մի հատ կտոր կդնեմ, տակը կլցնենք մի քիչ կանաչ հղեն, Թխեմալի հետ կապված հիմա մի բան եմ ձեզ ուզում ասեմ, մի հատ խառնեմ, մի քիչ ջրիկ է երեսը։ Թխեմալի փոխարեն դուք կարող եք դնել թխեմալի շլորը, որ մենք առնում ուտում ենք։ Այս շլորի մասին է խոսքը, հենց այսպես թթվաշ լցնում եք խաշլամայի վրա։ Առաջին անգամ որ կերել եմ, ճիշտն ասած, հենց սրանով է պատրաստված եղել ու մի անմահական համ է եղել։ Ինձ ասել են նաև, որ սա ունի նաև մարինացված տարբերակ, ինչ որ խանութ կա, որտեղ որ վաճառում են, բայց դա շատ վաղուց է եղել ու հիմա խանութի անունը չեմ հիշում ընդհանրապես, եթե այստեղ կան մարդիկ, ովքեր գիտեն, որ որտեղ է վաճառվում, կարող եք մեկնաբանություններում գրել, մյուս հետևորդներն էլ կիմանան։ Ես գնեցի պատրաստի թխեմալին, սա էլ կարող եք առնել ու այդ շլորի փոխարեն լցնել սա։ Խնդիր չի։ Թխեմալի ու շարում ենք միսը։ Երեք առաջինը հենց տակը այս կտորը դնենք։ Թող մի հատ այդ ոսկորայփի իր համը տա։ Դուք պատկերացնում եք ժողովուրդ սրա համը ինչա լինելու։ Այս թխեմալի թթվաշությունը, իր համեմունքը առանց սեպի բարի հնարավոր չի խաշլաման։ Ասենց նույնիսկ կարմիր էլ կարելի է։ Տեսնում եք։ Ճիշտը որ ասեմ, ես միսը մի հատ նախնական խաշում եմ, ջուրը թափում եմ, նոր դնում եմ, բայց ես չգիտեմ, չուզեցի անեմ, համը չգնա։ Մի հատ էլ սենց համով սրանից սենց լցնում ենք, կանաչի ենք անում, շատ էր ես կանաչի սրա համար, այդ հիմա հաստատ կասեմ, որ շատ էր, բայց ընտի համ ունենա։ Միսս կիլո 400 քանի գրամ էր, արդեն մոտավոր պատկերացունքը կազմեք, ստեղ էլի միս ունեմ, սա էլ կդնեմ, ամբողջ կանաչի կլցնեմ։ Մի պստիկ էլ կանեմ, շատ չէ, որ արդեն շատ թթվաշ չլինի։ Ամբողջ կանաչի սենց կծածկեմ ու ամենավերջում Ժողովյան լցնում ենք սպիտակ գինի, մոտավորապես մի երևի 5-600 գրամի չափով։ Արդեն ծածկեց, կարամ էլ երևի չլցնեմ, որտեղ կաստրուկաս փոքր վերցրեցի, ինքը արդեն լավ ծածկել է, լավ, դրեք մի քիչ լիքը լցնենք, այստեղ ոչ մի գրամ ջուր չի գնում, համարյա կեսը, 400 գրամը ծածկեց, դնում ենք բարձր կրակի վրա, մի պստիկ էլ աղանեմ, հենց սկսում է եռալ, իջացնում ենք ամենաթույլի վրա
ու թողնում ենք հանդարտ կրակի վրա, որ եփվի։ Կթողնեք, որ լավ եփվի, ընթացքում կբացեք, կստուգեք, կհասկանաք, որ լավ եփված է, որ սենց թերթել ալինում, նույնիսկ այդպես կթողնեք, որ մինչև մեր համեղ ուտելիքը կպատրաստվի, ես ուզում եմ ձեզ հետ մի քիչ կիսվեմ իմ դարդերով, այսպես ասած, այս ամեն ինչ, այս աժուտաժը, որ կար, իմ ընտանիքի անդամները չեն ուտելու։ Հիմա ես, բացի ամուսնակիցս, հիմա ես պետք է մտածեմ, ինչ պատրաստեմ, որ հեսա իմ երեխեքը դասից կգան, որ ուտեն։ Այս ամեն ինչի ինձ ստիպեց մի քիչ խմել, ասեք, խմեմ։ Այ հիմա կարամ հանգիստ պատմեմ։ Այն 3 մանրապճեղներս սենց բաներ չեն ուտում ընդհանրապես։ Մստեղենից համարյա թե հրաժարվել են։ Սա ուտելու է մենակ իմ ամուսնակը, այն էլ միայն մեջից մսերն ա ջոգելու ու վերջ։ Դե արի նառա գնա մտածի ինչ սարքեց, որ մի հատ էլ կան երեխեք ուտեն։ Բա այդ անելու բան է, ոնց չխմեմ։ Դուք լինեիք իմ տեղը, ինչ կանեիք։ Դաժանա չէ։ Էլ ուտումն ա տենց։ Հումորից չենք հեռանում, հումորս ընդունում ենք, բայց այն ինչ որ կիսվեց ձեր հետ, այդ լրիվ լուրջ եմ ասում։ Առիթից օգտվելով սիրելիներս արդեն լուրջ եմ խոսում։ Քանի որ գինի եմ խմում, իսկ ես ոչ հաճախ եմ խմում, հազվադեպ առիթից առիթ եմ խմում, ուզում եմ օգտվեմ առիթից ու խմեմ մեր հայազգի կենացը, ընդհանրապես, ամբողջ աշխարհի։ Չգիտեմ, ես ինչ ա կատարվում այս աշխարհի հետ, մի տեսակ ոնց է ծրվել ա ու սխալ ուղղությամբ ա գնում, թող որ գտնեք ճիշտ ճանապարհը ու հենց գտան ճիշտ ճանապարհը, բոլոր ազգերին ա վերաբերվում, բոլոր երկրներին ա վերաբերվում, հենց գտան ճիշտ ճանապարհը, այս երկիրը դրախտ ա լինելու, թող չլինեն պատերազմներ, մարդիկ իրար սիրեն, այդ սերը ամենքից ընտանիքից ա սկսվում, ամեն անհատից ա սկսվում այդ սերը, եկեք մենք մեզանով սեր տարածենք ու կամաց այդ սերը որ շատանա, այն վատերը արանքում էլ չեն երևա, հավատացեք, կամ էլ իրանք էլ լավը կդառնան, կվերափոխվեն։ Մի խոսքով, խմում եմ հայ ազգիս կենացը ու ձեր կենացը, սիրելի հետևորդներ, շնորհակալություն, որ հետևում եք ինձ, իմ հետևորդները շատ լավն են, բայց ես կարդում եմ, էլի շատերին եմ կարդում ու այս YouTube-յան հարթակում այդքան չէ, բայց ուրիշ տեղեր շատ վատ բաներ կարդում եմ։ Ես չգիտեմ իմ մալիքը ինչքան կաճի, ինչքան կշարունակվի, դեռևս անում եմ, բայց հուսում եմ, որ երկար կշարունակվի, երկար կլինենք միասին, իրար հետ շատ համով բաներ կպատրաստենք, լավ տեղեր կգնանք միասին, տարին 2 անգամ մենք գնում ենք հանգստանալու, միասին կգնանք, կմանգանք, լավ տեղեր կբացահայտենք, աստվածտա ամեն ինչ լավ լինի, մեր հայազգի համար ամեն ինչ շատ լավ ավարտվի, մեր սահմաններն էլ ընդհարցակվեն ու խմեմ նաև մեր զինվորի, մեր հայ զինվորի կենացը, որտեղ մեր հայ զինվորը ուրիշ արժանի է, իրոք արժանի է ամենալավագույնին, ես դա վստահ եմ ասում, ոչ մի ուրիշ երկրում այդքան պատրիոտ, այդքան ռիսկով տղաներ կլինեն իհարկե, բայց մեր ազգի մեջ մեծամասնություն է կազմում։ Խմում եմ բոլորիդ կենացը, հայ ազգի կենացն եմ խմում։ Ես կենացներ ասելուց շատ հեռու եմ, կարող եք ինին ա խոսացնում, եկեք ձեզ մի հատ էլ գաղտնիք ասեմ, հիմա ամուսնակիս հետ ես մրցում եմ գտնում, ճիշտ ասած, այս գարան մսից շատ էր արել, առաջի 2 փորձը ինքն է արել, իմ համար անհաջող, երկրորդը մի քիչ ոչ էր, բայց առաջինը շատ անհաջող փորձ էր, գարեջրով ա եփել, իմ շատ էր լցրել գարեջուրը, մի քանի շիշ էր լցրել ու շատ էր եղել, դառնություն էր տվել, ասեց օքեյ, բան է, դա խնդիրը երկրորդ անգամ սարքեց, տենց փորձեց, ես էլի չհավանեցի, հիմա տեսնենք իմը ոնց է ստացվել, գլուխս չեմ կովում, որտեղ առաջին անգամ եմ սարքում, հուսով եմ ես էլ գինին շատ չեմ լցրել, ոնց որ ինքը գարեջուրը ժամը 2 անցա ժողովուրդ ջան, հələ բան չեմ դրել, բերանը փլհած չեմ կերել, ես երեխեքին կբերեմ միասին կուտենք բոլորս,
5 րոպեանոց մեյքափը արդեն պատրաստ է, սպասում եմ երեխաներին, մի քիչ ժամանակ եմ շահել սուրճ խմելու համար, քանի որ ամուսինս պետք է գնա երեխեքին բերի, մինչև վերցնի ու հասնեն տուն, տենց մի 20 րոպե կամ մի կես ժամ ժամանակ կունենամ, այդ ընթացքում կհասցնեմ գոնե մի հատ սուրճ խմեմ, խաշլամաս հələ դեռ պատրաստ չի, երևի տենց մի կես ժամ էլ որ էփվի, ինձ թվում է արդեն պատրաստ կլինի, նոր փորձեցի, երեխեք ջուրը անմահական, խմում եմ խորմայով, 2-3 հատ խորման ինձ լրիվ բավարար է մի բաժակ սուրճը խմելու համար։ Խորմա շատ եմ սիրում, աշխատում եմ շատ քաղցր չունեմ, չնայած ես այտենց քաղցրի սիրահար չեմ, հատուկ են բաներ կա, որ ես սուրճի հետ կխմեմ, ասել եմ ձեզ արդեն երևի մի կտոր մրգով էլ ես կարամ սուրճս խմեմ։ Ավելի շատ նախընտրելի է մրգով, քան թե կոնֆետներով, տենց սեր չունեմ կոնֆետների հանդեպ, բացառությամբ մենակ ձեզ ասել եմ այն ռուսական խանութի կոնֆետները, որ տանը լինում է, անպայման դրանով եմ խմում, բայց հիմա ամուսնատիս ասել եմ էլ չբերես, որովհետև այս վերջում ահագին բերեց անընդհատ վրա ու որ տանը լինում է, չեմ կարողանում չտեմ, կարամ օրվա մեջ 2-3 հատ ուտեմ, այդտեղ դրա համար ասել եմ էլ չբերես։ Այս տղա ջան, հո դու իմ թշնամին չես, դու իմ ուզողն ես, ոչ թե չուզողը, էլ դրանից չբերես, գիտի որ սիրում եմ, որ գնում ռուսական խանութ, բերում է պարտադիր, եթե տանը չենք ունենում, այս անգամ ասել եմ էլ չբերես, իրոք ուզում եմ որ բերի, բայց չեմ էլ ուզում ուտեմ շատ, չնայած որ հաշվի առնենք, երևի ես եմ մարդկանցից եմ, որ ամենա քիչն է քաղցրը օգտագործում, շատ քիչ եմ, մրգերն էլ եմ քիչ ուտում, կոնֆետներն էլ քիչ եմ ուտում հազվադեպ, եթե ինձ դուր է գալի, մի խոսքով երեխեք ջան, հիմա վայ սրա չուտողին, հələ տեսեք, ինչ ընտիրաբուրում այս թարխունի հոտը չեք պատկերացնում ուղղակի, այստեղ ունեմ հայկական լավաշ նաև, եկեք քանի երեխեքը տանը չեն, մի հատ դեգուստացիա անենք հանդիստ, տեսա ուր որայա կգան, ամուսնյակս է, ձեր համար եմ անում, թե չէ ես իրանց հետ եմ ուտելու, այս սոկը չխմելը, չուտելը հանցագործություն է, ուղղակի հրաշք, ես ամուսնյակս գալու ասի, ես ինչ է, ես ինչքան կանաչի կա մեջը, ընդհանրապես ճաշերի մեջ կանաչի չի ուտում, ինչ տեսք ունի, գինին, ես իսր լավ խմեցի գինի, հա, հոտում կայս դեգուստացիա ենք անում, անմահական, կարամ էլ միսը չուտեմ, ասեմ իմանաք, գժվելիք, լավ տակա, լավ թթվաշա, որովհետև թխեմալին բոլ լցրել եմ, եթե ամուսնյակս այս ճաշը չի հավանել, էլ վսյո, ես իրա համար բան չեմ սարքել, որտև սրանից համով էլ ոչ մի բան չկա այս աշխարհում, ընտիր, ոսկես չկա, գնում եք ու արագ սարքում եք, ինչ չմոռանաք, հա, որ համով ստացվի, կոմենտներում կմտնեք, մի անգամից ասում եք կգրեք ընտիրել, որտեղ գիտեմ, որ շատ համով է լինելու, սիրում եմ բոլորիդ, պաչիկներ, այսօր շատ համով բան սարքեցինք իրար հետ, ես ինձանից շատ գոհ եմ, ուրախ եմ, դե ես գնամ, գնացեք տեսեք գարան միս, որտեղից եք համով գարան միս եք գտնում, ընտիրությունա չէ փոշմանի